Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ։ Բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչ են քննարկել երկու երկրների ղեկավարները։ Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել եւ ես հրամայել եմ 5 օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները։ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունն ու իրանական կողմի հակադարձումը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման զեկույցը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ 2025 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է մոտ 12%-ով։ Ֆինանսաբանկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքը։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում էլ քննարկվել են ֆինանսա-բյուջետային հիմնական ցուցանիշները, կապիտալ ծախսերի կատարողականը, նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության զարգացումները։ Հայաստանում մեկնարկել է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը։ Քննարկվելու են թվային զարգացման, արհեստական բանականության, մեդիայի փոխակերպման, երեխաների առցանց անվտանգության եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման առանցքային հարցերը։ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակային վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Իսկ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում առևտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում գործակցություն հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հասցեին կոշտ ու սպառնալից հայտարարություններից հետո հերթական գրառումն է կատարել, այս անգամ սակայն լրիվ այլ բովանդակությամբ։ Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական եւ լիակատար կարգավորման վերաբերյալ։ Գրել է Թրամփը, շարունակելով հիմնվելով այս խորը մանրամասն եւ կառուցողական խոսակցությունների ոգու եւ տոնայնության վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հրահանգել եմ Պաշտպանության նախարարությանը 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները, գրել է նա։ Իդեպ Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը Թասնիմ գործակալության հետ զրույցում հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը արդյունավետ բանակցությունների մասին, պնդելով, որ իրականում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Ըստ իրանական աղբյուրի, Թրամփի որոշումը 5 օրով հետաձգել հարվածները ոչ թե դիվանագիտական առաջընթացի արդյունք է, այլ նահանջ, պայմանավորված Իրանի կողմից հնչեցված իրական ռազմական սպառնալիքներով եւ արևմուտքի ֆինանսական շուկաների վրա աճող ճնշմամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ միջնորդների միջոցով ստացված բոլոր հաղորդագրություններին Թեհրանը տվել է հստակ պատասխան, պաշտպանողական գործողությունները կշարունակվեն մինչև լիակատար զսպման հասնելը։ Իրանական կողմը Թրամփի 5-օրյա վերջնագիրը որակել է որպես հոգեբանական պատերազմի մի մաս եւ հայտարարել, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախկին հունին, քանի դեռ տարածաշրջանում առկա է պատերազմական վիճակ։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն արձագանքելով Թրամփի հայտարարությանն իր Telegram ալիքում էլ գրել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները հնչում են էներգակիրների գները նվազեցնելու եւ իր ռազմական ծրագրեր իրականացնելու համար ժամանակ շահելու փորձերի համատեքստում։ Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը վերջնագիր էր ներկայացրել Թեհրանին Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում բացելու պահանջով, սպառնալով հակառակ դեպքում հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանն էլ հայտարարել է, որ պատասխան հարվածները Իսրայելի ու տարածաշրջանի մյուս երկրների էներգետիկ համակարգերին չեն ուշանա։
Իրանը վերջին ժամերին հարվածների շարք է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, հիմնական թիրախներից մեկը եղել է Դիմոնան, քաղաք, որտեղ գտնվում է Իսրայելի կարևոր միջուկային օբյեկտը։ Հարվածների հետևանքով կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ, իսկ Արադ քաղաքում իրավիճակը գնահատվում է որպես ամենածանրներից մեկը պատերազմի սկզբից ի վեր։ Հաղորդվում է, որ Արադին հասցված հրթիռը եղել է բարձր հզորության, մինչև 1 տոննա մարտագլխիկով։ Այն խոցելու 2 փորձն էլ ձախողվել է։ Իրանը հայտարարել է, որ հարվածները պատասխանն են Նավթանազի միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակմանը։ Հաղորդվում է, որ Իրանն այս շաբաթ Քաթարի գազային օբյեկտների վրա իր պատասխան հարձակման ժամանակ օգտագործել է առաջադեմ հրթիռներ, որոնք կարող են խուսափել ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից։ Միաժամանակ Թեհրանը սպառնում է ընդլայնել թիրախների շրջանակը, ներառելով Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները տարածաշրջանում։ Վաշինգտոնն էլ իր հերթին վերջնագիր է ներկայացրել, պահանջելով 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Իրանն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին, նշելով, եթե հակառակորդը վնասի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները, Միացյալ Նահանգներին եւ տարածաշրջանային վարչակարգին պատկանող ամբողջ էներգետիկ տեղեկատվական տեխնոլոգիական եւ աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան։ Իրանը սպառնացել է նաեւ, որ նման սցենարի դեպքում կարող է ամբողջությամբ փակել նեղուցը, վտանգի տակ դնելով համաշխարհային էներգետիկ շուկաները։ Այս ֆոնին միջազգային կառույցները սկսել են արտակարգ քննարկումներ նավթի պաշարների հնարավոր ավելացման շուրջ։ Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի եւ Եվրոպայի երկրների կառավարությունների հետ անհրաժեշտության դեպքում նավթի պաշարների ավելացման հարցի շուրջ։ Այս ամենին զուգահեռ Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի օբյեկտներին։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են քաղաքի ամբողջ տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Եվրոպական եւ համաշխարհային առաջնորդները սակայն զսպվածության կոչ են անում, իսկ Հռոմի Լևոն Պապը Մերձավոր Արևելքի հակամարտությունը մարդկային խայտառակություն է համարել։ Իրանում հայտարարում են, որ պատերազմը կարող է մտնել նոր ավելի ծանր փուլ։ Սակայն Իրանը պատերազմն ավարտելու 6 պայման է ներկայացրել։ Պատերազմի վերսկսումը կանխելու երաշխիքներ, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաների փակում, Իսլամական Հանրապետությանը փոխհատուցման վճարում, պատերազմների դադարեցում տարածաշրջանային բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի համար նոր իրավական դաշտի ստեղծում, Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչների դատական հետապնդում եւ արտահանձնում։ Այս ամենին զուգահեռ Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, կոչ անելով վճռական արձագանք տալ Իրանի միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վերջին ռազմական հարձակումներին։ Այս հարձակումները, որոնք միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են, լուրջ սպառնալիք են տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգության համար եւ պահանջում են անհապաղ գործողություններ։ Այս ֆոնին Միացյալ Նահանգներում արդեն քննարկվում է հնարավոր դիվանագիտական ելքը։ Հաղորդվում է, որ մարտական գործողությունները կարող են շարունակվել եւս մի քանի շաբաթ, բայց արդեն սկսվել են խաղաղ բանակցությունների նախապատրաստական քննարկումները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Պարսից ծոցից հեղուկացված բնական գազ տեղափոխող վերջին տանկերները նավահանգիստներ կժամանեն 10 օրվա ընթացքում, որից հետո մատակարարումները կդադարեցվեն Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման եւ Կատարի հեղուկացված բնական գազի ամենամեծ գործարանի Ռաս Լաֆանի վրա հրթիռային հարձակման պատճառով։ Հաղորդել է Financial Times-ը այս ֆոնին Ասիայում եւ Եվրոպայում գազը կտրուկ թանկացել է, իսկ ներմուծող երկրները ստիպված են փնտրել այլընտրանքային աղբյուրներ կամ կրճատել սպառումը։ Բարբերականը նշել է նաեւ, որ հատկապես խոցելի են Պակիստանն ու Բանգլադեշը։ Պակիստանն հեղուկացված բնական գազը հիմնականում ներմուծում է Կատարից։ Իդեպ նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերսկսնելու դեպքում համաշխարհային հեղուկացված բնական գազի մատակարարումը կմնա սահմանափակ։ Կատարի հզորության մոտավորապես 17%-ը մի քանի տարի անհասանելի կլինի Ռաս Լաֆանի հեղուկացված բնական գազի համալիրի վնասների պատճառով։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուսնորությունները տեսաշարով։ Մոսկվայի կենտրոնում Նիկոլոյամսկայա փողոցում տեղ ունեցած հրդեհի հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 4-ը վիրավորվել, 10-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Աղբյուրի տվյալներով 2 մարդ մահացել է բժշկական օգնություն եւ վերակենդանացում ցուցաբերելու փորձի ժամանակ։ Հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է փրկել 19 մարդու, այդ թվում 5 երեխայի։ Հրդեհաշիժման աշխատանքներին մասնակցել է 86 մարդ եւ 23 միավոր տեխնիկա։
Ստամբուլի Ֆաթի թաղամասում պայթյունից փլուզվել են իրար կողքի կառուցած երկու ցածրահարկ շենքեր, փլատակներում մարդիկ են մնացել։ Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 12-ին։ 5 մարդ է փրկվել, 9 մարդ դուրս է բերվել փլատակներից։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նշենք, որ նախնական տեղեկությունների համաձայն փլուզման պատճառը գազի պայթյունն է եղել։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սումգայիթում։ Նովրուզի տոնակատարության ժամանակ խարույկ վառելիս պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում 8 երեխա։ Եվս մեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Նովրուզի տոնակատարության ժամանակ, այս անգամ Ճապոնիայում։ Այնտեղ հարձակման է ենթարկվել քաղաքային խորհրդի անդամ Յուսուկե Կավայը, որը հայտնի է միգրանտների դեմ իր կոշտ հայտարարություններով։ Իտալիայում կանանց հեծանվավազքի ժամանակ միջադեպ է եղել, սկզբում ընկել է հեծանվորդուհիների խումբը, որից հետո շղթայական ռեակցիա է սկսվել։ Իտալուին չի հասցրել արգելակել եւ թռել է ցանկապատի վրայով։ Կինն ունի 5 կոտրվածք։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է կատարում մարտի 22-ին ուղղաթիռի վթարի հետևանքով անձնակազմի բոլոր 7 անդամի մահվան մասին, տեղեկացնում է Ալ Ջազիրան։ Թուրքիայի եւ Կատարի պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զոհվածներից 4-ը Կատարի զինված ուժերի զինծառայողներ էին, մեկը Թուրքիայի զինծառայող, իսկ 2-ը թուրքական Ասելսան պաշտպանական ընկերության աշխատակից։ Գերատեսչությունները նշել են, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրի պատճառով։ Air Canada ավիաընկերության ինքնաթիռը, որը ժամանել էր Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայան, կիրակի գիշերը բախվել է հրշեջ մեքենային, ինչի հետևանքով 4 հրշեջ ստացել է ծանր վնասվածքներ։ Հարևան Վրաստանի ժողովուրդը հրաժեշտ տվեց Պատրիարք Իլիա II-ին, որը ուղարկավորվեց Թբիլիսիի Սիոնի տաճարում։ Պատրիարքի հրաժեշտի արարողությունը տևեց մի քանի օր։ Հավատացյալները 2-ից 5 ժամ հերթ էին կանգնում Պատրիարքի հիշատակը հարգելու համար։ Նրանք կաթողիկոսին հրաժեշտ տվեցին արցունքն աչքերին։ Իլիա II-ի թաղման արարողությունը Սիոնի տաճարում նկարահանելն արգելված էր։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ուղարկավորության արարողության ժամանակ Իլիա II-ին անվանեց ազգային միասնության եւ երկրի հոգևոր վեր։ Իսրայելական բանակը հարվածել է Քասիմիե կամրջին, որը Լիբանանի հարավը բաժանող Լիթանի գետի կարևորագույն անցակետ է։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սա վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրահանգն է ուղղված Հեզբոլայի անդամների հարավային Լիբանան մուտքը կանխելուն։ Կացը նշել է, որ ինքն ու Նեթանյահուն հրամայել են անհապաղ ոչնչացնել Լիթանի գետի վրայով անցնող բոլոր կամուրջները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Այս գիշեր ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոսվել Լենինգրադի մարզում։ Հարձակումներից մեկի հետևանքով վնասվել է վառելիքի տարողություն։ Պիրոմսկի նավահանգստում հայտնել է նահանգապետ Դրոզդենկոն։ Բացի այդ, Պուլկովո օդանավակայանում 65 չվեր չեղարկվել է կամ հետաձգվել է մարզի վրա անօդաչուների հարձակման ֆոնին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է երկրի պետական գործերի նախագահի պաշտոնում, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Կիմ Չեն Ընը հանդիսանում է Կորեայի առաջնորդ սկսած 2011 թվականից։ Շարունակում ենք թողարկումը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման զեկույցը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները, շեշտելով, որ հաշվետու տարվա գլխավոր ուղղությունը եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։ 2025 թվականի արտաքին քաղաքականության գլխավոր թեման եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նշեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնելով կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները։ Նրա խոսքով արդեն համաձայնեցվել եւ հանրայնացվել են այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է իրականացվի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի տարածքում կառուցվող կամ վերագործարկվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են բացառապես Հայաստանի լիարժեք իրավազորության ներքո։ Երկու հանձնաժողովների կողմից ստորագրվել է, ընդունվել է կանոնակարգ, որը հետո անցել է ներպետական վավերացման գործընթացները ամեն երկրում իր գործընթացով, այստեղ խորհրդարան է վավերացել։ Եվ այդտեղ էլ գրված է, որ սահմանազատումը տեղի ունենալու է տրամաբանությամբ, այսինքն Ալմատայով, խորհրդային միության փլուզման պահին եղած սահմաններով, նշված է, որ հիմք են ծառայելու բոլոր իրավական
ուժ ունեցող վերաբերելի քարտեզներ, էլի շատ ավելի գրագետ ձևակերպմամբ եւ իրավական եւ մի քիչ էլ գուցե ցանցալի ձևակերպմամբ, քան հիմա արժի մեջ բերել, բայց ստեղծված այն ամբողջ հիմքը, որի պայմաններում այլևս գնալ եւ ասել, այ այս մյուս համաձայնագրի այս կետում պետք է անպայման գրենք այսինչ քարտեզ, գուցե արդեն ավելորդ է եւ ոչ կառուցողական։ Նախարարը նշեց, որ խաղաղությունը կարող է լինել կայուն այնքան ժամանակ, որքան այն շահավետ է երկու կողմերի համար, Հայաստանին եւ Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ չափազանցություն կլինի ասել, թե բոլոր խնդիրները լուծված են եւ հարաբերությունները լիովին հարթված են։ Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Միրզոյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն այս հարցերն անխուսափելիորեն կլուծեն համատեղ հանձնաժողովի շրջանակներում։ Նա նաեւ արձագանքեց Ջերմուկի հատվածի վերաբերյալ մտահոգություններին, նշելով, որ այդ հարցերը կքննարկվեն համապատասխան գործընթացում իրավական հիմքերի եւ քարտեզների հստակեցմամբ։ Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձավ նաեւ խաղաղության համաձայնագրի շուրջ տարաձայնություններին։ Նրա խոսքով Ադրբեջանը պաշտոնապես չի պահանջում փոփոխել Հայաստանի սահմանադրությունը, սակայն նշում է, որ գործող ձևակերպումների պահպանման դեպքում չի ստորագրի վերջնական համաձայնագիրը։ Հայկական կողմն էլ իր հերթին պնդում է, որ սահմանադրությունը ներքին հարց է եւ բանակցությունների թեմա չէ։ Միաժամանակ ընդգծելով, որ բոլոր տարաձայնությունների լավագույն լուծումը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Վերջին հանդիպումը, ես չգիտեմ հիմա ինչքան է կոռեկտ օրինակ, որ մասնափակ հանդիպման այդ տեսակ մանրամասներ ասեն, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ադրբեջանի պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չկա։ Նախարարն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության մյուս ուղղություններին, ընդգծելով, որ հաշվետու տարում Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել մի շարք երկրների՝ Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Չինաստանի եւ Ղազախստանի հետ, իսկ Գերմանիայի հետ ձևավորվել է ռազմավարական օրակարգ։ 2025 թվականի դեկտեմբերին ստորագրվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը, ընդլայնվել է գործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Նաև մեկնարկել են համապատասխան խորհրդակցությունները։ Միրզոյանը տեղեկացրեց, որ շարունակվում է առաջընթացը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ, իսկ այս տարվա մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Հայաստանը բավականին արագ պետք է նկատել Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման գործողությունների պլանը, շարունակում է իրականացվել, արդեն ամփոփվել, ավարտին հասցվել Հայաստանի համար դիմականություն եւ աճ ծրագիրը ընդհանրապես երկրորդ փուլը։ Նախարարն անդրադարձավ նաև տարածաշրջանային գործակցությանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նրա խոսքով ունի դինամիկ ու դրական ընթացք։ Ընդգծվել է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման շուրջ համատեղ աշխատանքը, նաև մշակութային ծրագրեր, այդ թվում անի եւ պատմական կամրջի հնարավոր վերականգնումն ու կրթական փոխանակումները։ Վաղուց Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի եւ այսինքն զուգահեռ կամ անդին այն գործընթացների, որոնք տեղի են ունենում, նաև լինի ամբողջական վերջնարդյունքը, այն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի ամբողջական բացումը, այստեղ վեճ չկա եւ սա մենք մեր Թուրքիայի գործընկերներին էլ ենք ասում։ Խոսելով ներդրումային ծրագրերի մասին, Միրզոյանը նշեց թրիփ նախաձեռնությունը որպես տարածաշրջանային, տրանսպորտային եւ տնտեսական գործակցության կարևոր բաղադրիչ։ Նիստում անդրադարձ կատարվեց նաեւ անվտանգության եւ պաշտպանական ոլորտին։ Հայաստանը դիմել է Եվրոպական միությանը խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ աջակցության համար։ Հիշեցվեց, որ նախորդ աջակցությունները կազմել են 10 եւ 20 միլիոն եվրո։ Հումանիտար ուղղությամբ նախարարը հայտնեց, որ Հայաստանն օգնություն է տրամադրել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով, նշելով, որ դրա մասին լայնորեն չի բարձրաձայնվել։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը զգուշացրել է, որ պատերազմ կլինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չհաղթի։ Նրա խոսքով առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունը այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան եւ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդկանց իշխանության գալու պարագայում հարևանների հետ խնդիրներ են լինելու։ Միրզոյանը նաեւ ասել է, որ տարածաշրջանային լարվածության եւ հատկապես Իրանում զարգացումների պայմաններում Հայաստանը կանգնած է ոչ միայն անվտանգության, այլև ռազմավարական ընտրության առաջ, պահպանել խաղաղությունը, թե հայտնվել նոր հակամարտության շեմին։
Արարատ Միրզոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ընդդիմադիր որոշ ուժերի իշխանության գալու դեպքում Հայաստանը կարող է շատ կարճ ժամանակում կանգնել նոր պատերազմի առաջ։ Լրագրողների հետ զրույցում արտգործնախարարը պարզաբանեց, նշված ժամկետը պայմանական է եւ վերաբերում է ընտրություններից հետո կարճ ժամանակահատվածին, սակայն վտանգը նրա գնահատմամբ միանշանակ իրական է։ Միրզոյանի խոսքով խնդիրն ընդդիմադիր որոշ շրջանակների գաղափարախոսության մեջ է, որոնք ըստ նրա հարևան երկրների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ ու հավակնություններ։ Այսպիսի մոտեցումը նախարարի գնահատմամբ իշխանության գալու դեպքում անմիջապես կհանգեցնի լարվածության աճի եւ մեծ հավանականությամբ պատերազմի։ Նա ընդգծեց, գործող իշխանության առաջարկը խաղաղությունն է, իսկ հակառակ մոտեցումները կարող են վտանգի տակ դնել նույնիսկ Հայաստանի, որպես անկախ պետության գոյությունը։ Միաժամանակ նա հերքեց շանտաժի մասին մեղադրանքները, դա ներկայացնելով որպես քաղաքական առաջարկ քաղաքացիներին։ Քաղաքական անճարակության դրսևորում ասա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք մենք խաղաղության կուսակցություն ունենք եւ մյուսների ասած այնքան անհեռանկար է եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Հիմա այս այնքան ճիշտ է եւ անխոցելի, սրա հոգեբանական կողմն է, որ գալիս են մեզ ասում են լավ էլի այդ մի ասեք, որտեվ ընտրական պայքարում, մրցավազքում մենք կարող այդքան հաջողակ կլինենք։ Անդրադառնալով ներքաղաքական քննադատությանը Միրզոյանը շեշտեց, որ պատերազմն ավելի քան 30 տարվա կուտակված սխալ քաղաքականության հետևանքն էր։ Նա հիշատակեց, որ վարչապետի գնահատականները վերաբերում էին ընդդիմադիր գործիչների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր իշխանության գալուն։ Նախարարն անդրադարձավ նաեւ իր գործակալ լինելու վերաբերյալ մեղադրանքներին, պարզաբանելով, որ որոշակի ժամանակահատվածում որպես մասնագետ աջակցել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը։ Ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի եւ ակտիվ ուրեմն ընդդիմադիր գործողություններին մասնակցող, այնուամենայնիվ համարել եմ, որ սա իշխանությունների մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն, հարցն էլ որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է եւ համաձայնություն եմ հայտնել իրանց այդ հարցով որպես փորձական, այո, մասնագիտական օգտակար լինելու։ Արտգործնախարարը անդրադարձ կատարեց նաեւ Արցախահայերի վերադարձի իրավունքի թեմային, բարձրացնելով կոնկրետ հարցեր։ Ենթադրենք, ընդեղ դռները բացում են, ասում են եկեք, ստեղ էլ են մարդիկ, ովքեր ուզում են գնում են, խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն։ Արդյոք դա նշանակում է գնում եք եւ լինում եք անկախ պետություն, թե լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա, թե հայերենը հերիք է, թե օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը, եւ այս կարգի տասնյակներով հարցեր, որովհետեւ այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ կարող տեսնեն այդ մարդկանց անկեղծությունը։ Ինչ վերաբերում է գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին, Միրզոյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները Ադրբեջանի եւ միջազգային գործընկերների հետ ապահովելու բոլոր պահվող անձանց վերադարձը։ Նա ողջունեց վերջերս ազատ արձակված 4 գերիների վերադարձը, այն համարելով դրական քայլ։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարարը խոսեց նաեւ հնարավոր Իրան-Ադրբեջան լարվածության մասին, նշելով, որ Հայաստանը շահագրգռված է իր շուրջ խաղաղության պահպանմամբ եւ կողմ է ցանկացած լարվածության արագ նվազեցմանը։ Միաժամանակ նա կարևոր դիտարկում արեց, ընդգծելով, որ տարածաշրջանային փոփոխվող իրադրության, այդ թվում Իրանում զարգացումների ֆոնին հնարավոր են նոր տնտեսական եւ լոգիստիկ հնարավորություններ եւ Հայաստանը կարող է վերափոխվել որպես տարանցիկ կարևոր հանգույց, եթե կարողանա ճիշտ դիրքավորվել եւ զարգացնել ենթակառուցվածքները։ Ես կարծում եմ, որ մենք այդ կարևորությունը իրոք ունենք, հաշվի առնելով Հայաստանից եւ հյուսիս եւ հարավ տեղի ունեցող գործընթացները, ընդհանրապես աշխարհը գնում է ալտերնատիվ ճանապարհների լոգիստիկ ուրեմն բաների կապերի ստեղծման, ապահովման ճանապարհով մենք այդ կարևորությունը չենք կորցնի։ Նորից մենք հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում կդադարեն եւ կլինեն այնպիսի լուծումներ, որոնք մեր նույնիսկ վերադառնալով զուտ Հայաստանի Հանրապետության շահին ոչ միայն չեն կորցնի մեր կարևորությունը, այլև նոր հնարավորություններ կստեղծեն մեր համար։ Այս համատեքստում նա անդրադարձավ նաեւ TRIPS ծրագրին, նշելով, որ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ բնականon ընթացքի մեջ են եւ արդեն հասել են միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման փուլին։ Նրա խոսքով այժմ աշխատանքներն ընթանում են իրավական մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված էլ
Միրզոյանը ընդգծեց. Հայաստանը պետք է չշրջանցվի տարածաշրջանային նախագծից։ Խոսքը վերաբերում է երկաթուղային կապերի զարգացմանը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Նախիջևանի ուղղություններով։ Ըստ նրա, երկաթուղային կառավարման մոդելի հարցում վերջնական դիրքորոշում դեռ չկա եւ տարբեր սցենարներ են դիտարկվում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի մեկ, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն երկու, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները առնվազն քիչ առաջ Գյումրի կարծիքից ենք խոսում ֆիզիկապես այդ պակասող 2 կիլոմետր կամ ինչքան է կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ կարծով, մյուս կողմից նաև Երաս, Նախիջևան, դե ամենահարավն էլ քննարկեցինք Թրիպը։ Հիմա այդ կառավարող ընկերությունը եւ երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետքա դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, այլ իրողություն է։ Միրզոյանը շեշտեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կախված է ոչ թե արտաքին երաշխավորներից, այլ նրանից, թե որքանով է այդ խաղաղությունը շահավետ երկու կողմերի համար։ Նա ընդգծեց, չնայած որոշակի առաջընթացին դեռևս բազմաթիվ հարցեր մնում են չլուծված եւ տարածաշրջանում իրավիճակը չի կարելի համարել լիովին կայուն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի նոր սահմանադրությունը իրավական մասով լրիվ պատրաստ է այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը խոսել է սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ աշխատանքները խորհրդի հետ քննարկելու մասին։ Նա նշել է, որ տեքստը կամ դրույթները կներկայացվեն հանրությանը արձագանքը հասկանալու եւ շտկումներ անելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակ ունենալու վերաբերյալ հարցին, Գալյանը նշել է, որ այդտեղ փոփոխություն չի արվել։ Նախարարը կարևորել է նաև անազատության մեջ գտնվող անձանց ինքնավնասումները կանխարգելելուն միտված ակտիվ աշխատանքները, խոսել քրեակատարողական հիմնարկներում փոփոխությունների Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ճակատագրի մասին։ Իրականում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում եւ այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ, հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաչարկը, որպեսզի կողմնորոշվենք, թե որ տարբերակին ենք ավելի հակված, բայց վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկայում որոշումը արդեն թղթին հանձնված կունենանք եւ կգնանք Նուբարաշենը փակելու ճանապարհով, բայց քանի որ նոր շենքի կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ են գործ ունենալու, առաջիկա 2 տարիները պետք է նկատի ունենալ։ Իսկ մյուս քրեակատարողականները պատրաստ են լինելու արդյոք Նուբարաշենի մարդկանց տեղափոխելու, այսինքն ոնց է։ Դե նոր քրեակատարողական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակակազմը, որը բավարար է, որպեսզի Նուբարաշենը այլևս գոյություն չունենա։ Այսինքն Նուբարաշենի քանակությամբ, Նուբարաշենը որքան անսպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ ըստ էության 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր, իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում ենք, որ ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմներ։ Այսինքն այն կգործի մինչև նոր շինության կառուցումը։ Այո, դեռ կշարունակի գործել, բայց կփորձենք ապավել նվաստանալու բեռնվածությունը Նուբարաշենի։ 2025 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ մոտ 12%-ով։ Ֆինանսաբանկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ազգային ժողովում տեղի ունեցել ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ֆինանսների նախարարության 2025 թվականի կառավարության կատարողականի արդյունքների ամփոփմանը։ Այս առնչությամբ զեկույցը ներկայացրեց գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11.9%-ով։
Նա նշեց, որ 2017 թվականի համեմատ այդ ցուցանիշը 2.3 անգամ ավելացել է։ Հովհաննիսյանի ներկայացմամբ հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ, ապահովելով 7.6%-ային կետով բարելավում նախորդ տարվա համեմատ։ Ըստ նախարարի հաշվետու տարում պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նախորդ տարվա համեմատ գրանցել են 14% աճ։ Ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 95.8%, իսկ կառավարության ծրագրային նպատակները իրագործելու կարևոր գրավականներից մեկը շարունակել է մնալ կապիտալ ծախսերի զգալի աճը։ Նախարարը անդրադարձ է կատարել նաև պարտք ՀՆԱ հարաբերակցությանը, ընդգծելով, որ այն հաշվետու տարում կազմել է 47.3%, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.7%-ային կետով։ Հովհաննիսյանն այս հաջողությունները պայմանավորեց մի շարք հանգամանքներով։ Առաջինը ՀՆԱ-ի առաջացիկ աճն է, որը մեր պլանավորվածից ավել է եղել շուրջ 2%-ային կետով, եւ նաեւ հարկերի հավաքագրումը, որը մեր կանխատեսածից ավել է եղել։ Հանձնաժողովի նիստին ներկա պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը որոշ դիտարկումներ ներկայացրեց վարչարության գործընթացում իրականացվող քայլերի վերաբերյալ, ընդգծելով, որ վարչարության արդյունավետության որոշակի քայլերի բարձրացում է արձանագրվել։ Պետնախագահը նշեց, որ հարկեր հնարաբերակցության բարելավման մեջ 0.3-ից 0.4%-ը իրենց կառույցի իրականացրած վարչարության արդյունքն է։ Այսինքն ունենք վարչարության արդյունավետության որոշակի բարձրացում, դրա վառ վկայություն է նաև այն, որ մի հետաքրքիր ցուցանիշ կա, կոչվում է ծախսի արդյունավետություն, այսինքն հասարակությունը 100 դրամ ծախսի վրա, քանի դրամ ծախս է անում հարկային վարչարության համար, եթե դա այդ ցուցանիշը եղել է 1.1% կամ 1.1 դրամ 100 դրամի դիմաց ավելի կոնկրետ խոսենք 24 թվականին, հիմա ունենք 0.9 դրամ, այսինքն ամեն 100 դրամ վճարած հարկի դիմաց ընդամենը 0.9 դրամն է պետական եկամուտների կոմիտեի գործառույթների վրա ծախսվում։ Հանձնաժողովի նիստում քննարկվեց նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի միջև Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ստացավ դրական եզրակացություն եւ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստին։ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածը։ Նիստում ներկայացվել են ֆինանսա-բյուջետային հիմնական ցուցանիշները, կապիտալ ծախսերի կատարողականը, նաեւ Հայաստան-Եվրամիություն գործակցության քաղաքական եւ տնտեսական ուղղություններով արձանագրված զարգացումները։ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել եւ իգիտություն է ընդունել Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի համապատասխան հատվածը։ Քննարկման առանցքում էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման ընթացքը, ոլորտային գործակցության ծրագրերն ու տնտեսական ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է միջազգային ֆինանսական կառույցների հետ գործակցությանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգում արկա ծրագրերին։ Եթե խոսենք օրինակ այն ծրագրերից, որը մենք իրականացնում ենք Եվրամիության հետ, ապա կասկածից վեր է, որ այն ինչ որ մենք հիմա անում ենք Հյուսիս-Հարավի հարավային կտորի կառուցման համար, շատ էական ազդեցություն ունի նաև խաղաղության խաչմերուկի կենսագործման տեսանկյունից եւ կարծում եմ, որ դա շատ էական թե տնտեսական եւ թե ռազմավարական առումով կարեւոր ծրագրեր են, թեև դրանց ազդեցությունը կերևա այն ժամանակ, երբ որ փաստացի ենթակառուցվածքը կառուցված կլինի։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում տեղի են ունեցել էական զարգացումներ։ Նրա խոսքով այդ գործընթացն ամրապնդվել է նաև Ազգային ժողովի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքով։ Վահան Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացումը կարևոր հանգրվանի է հասել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարտակոսի կողմից ընդունվել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը։ Ըստ փոխնախարարի, այն լրացնում է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սահմանելով կարճաժամկետ եւ միջնաժամկետ հավակնորդ առաջնահերթություններ հնարավոր բոլոր ոլորտներում եւ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական մակարդակի։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության կանոնադրային հետեւյալ մարմինների նիստերն են տեղի ունեցել գործընկերության խորհուրդը, գործընկերության կոմիտեն, մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեները, մարդկանց միջև շփումների, արդարադատության, ազատության եւ անվտանգության, մաքսային հարցերով ենթակոմիտեր են։ Տեղի են ունեցել նաեւ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը։ Նշեմ նաև, որ Հայաստանը ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 26 թվականի Գարնանկանալի գագաթնաժողովի հյուրընկալ պետություն եւ սպասում ենք, որ մայիսի 3-ին եւ 4-ին տեղի կունենա այս գագաթնաժողովը Հայաստանում եւ բացի դրանից տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին շատ լրջորեն պատրաստում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ըստ փոխնախարարի այսօր առավել ամուր եւ սերտ են, քան երբևէ, իսկ ռազմավարական օրակարգի ընդունումը նոր մակարդակի է բարձրացնում երկկողմ գործընկերությունը։ Տնտեսական գործակցության մասին զեկույցով էլ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում տեղի են ունեցել 3 կարևոր նիստեր։ Դրանք են առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 7-րդ, աշխարհագրական նշումներ ենթակոմիտեի 6-րդ եւ մաքսային հարցերով ենթակոմիտեի նիստերը։ Նախարարը ներկայացրել է նաեւ Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր, անդրադառնալով համաձայնագրերով նախատեսված դիրեկտիվների մոտարկման գործընթացին եւ տնտեսական ոլորտում շարունակվող բարեփոխումներին։ Էկոնոմիկայի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում մշակվել է եւ Եվրոպական հանձնաժողով է ներկայացվել 7 TAEX, որոնք հաստատվել են եւ գտնվում են ԵՄ-ի կողմից բանակցային փուլում, իսկ մինչ այդ 4 միջոցառում արդեն իսկ իրականացրել էին։ Իրականացված TAEX-ներն են բժշկական լաբորատորիաների հավատարմագրում, բուսական նյութերի հավաստագրման մեթոդաբանություն, ԵՄ-ում ստեղծագործական կենտրոնների կառուցվածքների եւ քաղաքականություն եւ թափառող շների վերահսկում որպես կենտրոնաբանական հիվանդության աղբյուր։ Հայաստան-ԵՄ գործակցության տնտեսական բաղադրիչը նախարարի խոսքով շարունակում է ընդլայնվել, ընդգրկելով առևտրի մաքսային կարգավորումների, աշխարհագրական նշումների պաշտպանության եւ եվրոպական չափանիշներին մոտարկման նոր ուղղությունները։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում մեկնարկել է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, որը համախմբել է ոլորտի պետական, մասնավոր եւ միջազգային հիմնական դերակատարներին։ Երևանում անցկացվող հնգօրյա միջոցառմանը քննարկվելու են թվային զարգացման, արհեստական բանականության, մեդիայի փոխակերպման, երեխաների առցանց անվտանգության եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման առանցքային հարցերը։ Կազմակերպիչների գնահատմամբ նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու մասնագիտական երկխոսությունը եւ նպաստելու Հայաստանի թվային ապագայի ձևավորմանը։ Հայաստանում մեկնարկել է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, որը մեկ հարթակում համախմբել է ոլորտի օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, միջազգային եւ տեղական տեխնոլոգիական ընկերություններին, նաեւ ակադեմիական համայնքին։ Միջոցառումն անցկացվում է արդեն 3-րդ անգամ եւ կազմակերպիչների գնահատմամբ տարեստարի ընդլայնվում է, ընդգրկելով նոր թեմաներ եւ գործակցության նոր ձևաչափեր։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի օպերատորների միության կողմից, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ եւ միջազգային գործընկերությամբ, հեռահաղորդակցության միջազգային միության մասնակցությամբ։ Այս տարվա կարգախոսն է միասին հուսալի կապի եւ թվային ապագայի համար։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանի համոզմամբ կապն այլևս արդեն պարզապես տեխնոլոգիա չէ, այլ տնտեսության, կառավարման, կրթության եւ հասարակության զարգացման կարևոր հիմքերից մեկն է։ Շաբաթվա ընթացքում նախատեսված են քննարկումներ նվիրված արհեստական բանականությանը, տեսալսողական մեդիայի զարգացումներին, երեխաների առցանց անվտանգությանը, նաև հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին եւ ակադեմիական գործակցությանը։ Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ թվային տեսության պայմաններում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումն առանցքային նշանակություն ունի, իսկ դրա համար անհրաժեշտ է կայուն եւ կանխատեսելի կարգավորման միջավայր։ Հեռահաղորդակցության ոլորտը աշխարհում ամենադինամիկ եւ առավել արագ զարգացող ոլորտներից է եւ հաշվի առնելով
թվային տնտեսությանը, արհեստական բանականության, տվյալների շտեմարանների եւ դրան ուղղված մշակութային զարգացման գործում հեռահաղորդակցային ենթակառուցվածքների մեծած դերը, հանձնաժողովը իր կողմից իրականացվող կարգավորման քաղաքականությամբ փորձում է ստեղծել կայուն եւ իրանի կանխատեսելի այնպիսի կարգավորման միջավայր, որը միտված կլինի ենթակառուցվածքների զարգացմանը, հասանելիության զարգացմանը եւ կապի ծառայությունների բարելավմանը։ Հանձնաժողովի տվյալներով այսօր հանրապետության բոլոր բնակավայրերում հասանելի է 4G տեխնոլոգիան, իսկ մի շարք խոշոր քաղաքներում գործում է նաև 5G ծածկույթը։ Ընդլայնվում են նաև օպտիկամանրաթելային կապի հնարավորությունները, ինչը հիմք է ստեղծում ավելի արագ եւ որակյալ ծառայությունների համար։ Այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև մեդիա ոլորտին։ Կազմակերպիչների գնահատմամբ թվային փոխակերպումը փոխում է ոչ միայն կապի տեխնոլոգիաները, այլև բովանդակության ստեղծման եւ տարածման ամբողջ համակարգը։ Առանցքային թեմաներից է նաև արհեստական բանականությունը, որն արդեն այսօր ազդում է ոլորտի զարգացման վրա։ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին անցել է զարգացման ակտիվ փուլ եւ ունենք զարգացած եւ զարգացող ենթակառուցվածքներ, մրցակցային շուկա, աճող պահանջարկ եւ սրանք այն հիմքերն են, որոնց վրա այսօր կառուցվում է հեռահաղորդակցության ոլորտը։ Նախաձեռնողների համոզմամբ, եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանային թվային հանգույց եւ ունենալ մրցունակ տնտեսություն, պետք է շարունակի զարգացնել ժամանակակից, հուսալի եւ հասանելի հեռահաղորդակցության համակարգ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկման վերջում զազենք ներկայացնում մարտի 16-ից 23-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 21783 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 439 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ, 572 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 167 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 812 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 249, թմրանյութի հայտնաբերման 83, ֆիզիկական ներգործության եւ խարդախության 49-ական, անձնական ունեցվածքի գողության 36, հոգեկան ներգործության 32, մարմնական վնասվածք պատճառելու նաեւ մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 34 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 48 հետախուզվող, 6 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 28 դեպք։ 7 օրում գրանցված 87 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 116-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 583 դեպք, 172 արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 84, Հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 58, կենցաղային կանչի 203 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 91 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 145 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ավելի քան 12 կիլոգրամ չորացված, մանրացված, զանգված Արմավիրի համայնքային ոստիկանները մեծաքանակ թմրամիջոց են հայտնաբերել։ Մարտի 16-ին համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը եւ հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քերեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց եւ ներկայացվեց նախաքննական մարմին։ Զենությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված, գոմում մոտ 5 կիլոգրամ 900 գրամ չորացված, իսկ նկողում եւ խորդանոցում մոտ 6 կիլոգրամ 300 գրամ չորացված ու մանրացված զանգվածներ։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ավտոհայելիները տարել ու թողել էին գրություն, Արաբկիրի ոստիկանների բացահայտումը։
Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են նրա մեքենայի կողային հայլիները եւ թողել տելեգրամյան հասցեով գրություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ։ Մարտի 9-ին ժամը 3:45-ին երիտասարդը հայտնաբերվեց Արամ Խաչատրյան փողոցում, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին պտուտակահաններ, հարթաշուրթեր եւ այլ գործիքներ, զենքի ու փամփուշտի նմանվող առարկաներ, մոխրացած հետքերով կաթուզիչ, թմրանյութանման զանգվածով փաթեթ եւ տելեգրամյան հասցեով գրություն, որը նույնական էր մարտի 7-ին Բաղրամյան պողոտայի մեքենային թողած գրությանը։ Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ զանգերի կենտրոնը։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի ապագա գյուղի վարչական տարածքում իրականացնում է ավազակոպչագլաքարային խառնուրդի ապօրինի դուրսբերում, վերամշակում, տեսակավորում եւ արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելու նպատակով մարտի 17-ին նշված տարածք մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են խառնուրդով բեռնված եւ առանց բեռի բեռնատարներ, ինչպես նաեւ թրթուրավոր էքսկավատոր։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տևական ժամանակ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, խառնուրդները տեղափոխում է ապագա բնակավայրի վարչական տարածքում գտնվող ավազի լվացման կետ, որտեղից էլ իրացնում դրանք, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Վարորդները ձերբակալվել տեղափոխվել են Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։